Ինչու են ազերիները ամեն օր հայտարարում, թե իբր հայկական կողմը կրակում է իրենց վրա, մերոնք էլ հերքում են։ Որն է այս էժան թատրոնի իմաստը եւ ում է հասցեագրված։ Ամերիկացիները վերջին օրերին ավելի հաճախակի են անդրադառնում Իրանին։ Եմենի հուսիններին ռմբակոծելուց հետո Թրամփը հայտարարեց, որ հուսինների կողմից ամերիկյան ուժերի դեմ կատարված ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես Իրանի կողմից կատարված։ Թրամփը 2 օր առաջ գաղտնի նամակ ուղարկեց Իրանի ղեկավարությանը, կոչ անելով ստեղծել նորմալ հարաբերություններ եւ հրաժարվել միջուկային զենք ունենալու մտքից։ Պարսիկները նամակի բովանդակությունը չեն հրապարակել եւ դեռ չեն պատասխանել։ Իսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունը։ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը վերահաստատել է Իրանի միջուկային զենք ունենալը բացառելու ամերիկյան մոտեցումը։ Պուտինը կարծես համաձայնվել է։ Ռուսները Իրանի միջուկային ծրագրի վրա վաղուց են խաղում, մեկ կողմ են, մեկ դեմ։ Ինչ է անում Ալիևը։ Ալիևը ամենօրյա ռեժիմով Վաշինգտոնին գցնում եւ պատրաստակամություն է հայտնում Իրանի դեմ հնարավոր հարձակման դեպքում աջակցել, իհարկե Հայաստանի վրա հարձակվելու պատրվակով։ Սա անուղղակի ճնշում է Իրանի վրա։ Թե ինչքանով է հայկական կողմը այս քծնակ պրովոկացիային մասնակից, պարզ չէ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։ Այսինքն խաղի տրամաբանությունը նույնն է, ինչ 2020 թվականին էր։ 2020-ի ամռանը ռեպետիցիա արվեց, Ծիրանի կռիվ տվեցինք, իսկ սեպտեմբերին սկսվեց պայմանավորված պատերազմը։ Իրավիճակը ամեն դեպքում վտանգավոր է, որովհետև եթե Ուկրաինայում խաղաղություն հաստատելու փորձերը իրականություն չդառնան, կարող է սկսվել անկառավարելի վիճակ։ Ամերիկացիները բոլոր ուղղություններով իրավիճակը լարեն ծայրահեղաստիճան, հետո ձգված զսպանակի պես բաց թողեն եւ սպասեն միջամտելու հարմար պահին։ Հենց նման իրավիճակում է, որ Հայաստանը կհայտնվի անօգնական եւ անհույս վիճակում։ Մեր եւ Ադրբեջանի ուժերի հարաբերակցությունը համեմատ 2020-ի էապես տարբերվում է։ Մենք մի քանի անգամ ավելի թույլ եւ բարոյալքված ենք։ Ռուս-ամերիկյան բանակցություններում կա եւս մեկ հանգամանք, որ լուրջ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանում։ Դա գազի հարցն է։ Ռուսներն առաջարկում են վերականգնել հյուսիսային հոսք գազատարը, որ պայթեցվեց Բալթիկ ծովում։ Առաջարկվում է գազատարի զգալի բաժինը հանձնել ամերիկյան կողմին։ Նմանատիպ առաջարկություն կա նաև Ուկրաինայով դեպի Եվրոպա ձգվող գազատարի վերաբերյալ։ Այսինքն ԱՄՆ-ն դառնում է եվրոպական էներգետիկ շուկայի գլխավոր մատակարար։ Եթե այս ծրագրերն իրականանան, Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայից կնվազի։ Այժմ ռուսական գազի հիմնական գնորդը Թուրքիան է։ Թուրքական հոսք գազատարը միակն է, որով ռուսական գազը արտահանվում է։ Սիրիայում դիրքերը ամրապնդելուց հետո Թուրքիան ծրագրեր ունի Քաթարի եւ Իրաքի գազը դեպի Եվրոպա հասցնելու ուղղությամբ։ Այս դեպքում Թուրքիայի կախվածությունն Ադրբեջանից էականորեն կնվազի։ Ամեն դեպքում Հայաստանը հայտնվելու է բոլորովին նոր տարածաշրջանային իրավիճակում։ Ես հոգնեցի կրկնել, որ մեր պետության գոյության միակ բանալին գտնվում է երկրի ներսում։ Դա օրենքի, կարգ ու կանոն հաստատելու եւ իրական բարեփոխումների ճանապարհն է։ Հակառակ դեպքում, եթե նույնիսկ մեր բոլոր թշնամիներն էլ աշխարհի երեսից վերանան, մենք այս տեմպերով պետություն կառուցել չենք կարողանալու։ Այնինչ հիմա ունենք պետության տնազ է, պետություն չէ, սա է իրականությունը, գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Մեդիալաբի հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Պարոն Բադալյան, երրորդ օրն է, ինչ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածելով, այն էլ այն բանից հետո, երբ հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Նախ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այս հայտարարությունից հետո հայտարարեց, որ չի պատրաստվում ստորագրել խաղաղության պայմանագիրը, ինչը իհարկե ամենևին է նորություն չէր, որովհետև նրանք մինչ այդ էլ արձանագրել են այդ նախապայմանները։ Այս համատեքստում հրադադարի խախտման վերաբերյալ այդ ապատեղեկատվության տարածումով Ադրբեջանն ընդամենը փորձում է բարձրացնել հետագա սակարկությունների գինը ու ոչ թե Հայաստանի հետ, այլ տարբեր խոշոր շահառուների, որոնք այս կամ այն կերպ հետաքրքրություն ունեն Կովկասում։ Մյուս հանգամանքը կարող է լինել այն, որ մենք մշտապես տեսնում ենք, փորձում է Հայաստանի հանդեպ հոգեբանական քաղաքական ճնշում բանեցնել։
ազդելու Հայաստանում ներհասարակական միջավայրի վրա։ Մի հետաքրքիր հանգամանք ևս նկատելի է, որ այս օրերին ռուս-ամերիկյան երկխոսության ֆոնին եւ նաեւ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին ընդառաջ բավական լարված իրավիճակը Մերձավոր Արևելքում ուսա թերևս պայմանավորված է նրանով, որ կողմերը փորձելու են միմյանց ճնշել խաղաքարտեր բանեցնել։ Չեմ բացառում, որ Ադրբեջանը փորձում է այս իրավիճակից որքան կարող է օգտվել ու այս ապատեղեկատվությունը դրան է միտված, կստացվի թե չէ, այլ հարց է, բայց ըստ իս այս փուլում եւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը շահագրգռված չեն Կովկասում ապակայունությամբ։ Բայց միևնույն ժամանակ այդ հնարավոր զարգացումներով կարող են շահագրգռված լինել այն խաղացողները, որոնք շահագրգռված չեն ռուս-ամերիկյան երկխոսությամբ։ Մենք տեսնում ենք, որ դրան բավական ընդդիմանում է Եվրոպան կամ համենայն դեպս փորձում է ազդեցություն ունենալ դրա վրա, բավական ընդդիմանում է Միացյալ Թագավորությունը ու այս իմաստով հատկանշական է, որ Ադրբեջանը շփումներ ունեցավ թե բրիտանացիների, թե ամերիկացիների հետ։ Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնացը, որ մարտի 14-ին Մոսկվա էր այցելել բանակցության, դրանից անմիջապես հետո մեկնեց Բաքու մի քանի ժամ այնտեղ անցկացնելով ու նաև հայտնի դարձավ, որ Թրամփի խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել Հաջիևի հետ։ Այս ինտենսիվության մեջ ես կարծում եմ Ադրբեջանը փորձում է այս տեղեկատվական խաղաքարտը խաղարկելով նաև որոշակի միավորներ հավաքել տարբեր կողմերից։ Քիչ հավանական եք համարում, որ կհավաքի այդ միավորները, թե ոչ, պարոն Բադալյան։ Դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանա երկխոսությունը Թրամփ-Պուտին մակարդակում, այսինքն այդտեղ համաձայնությունների աստիճանն ու դինամիկան ինչպիսին կլինեն։ Այդուհանդերձ հարցն այն է, որ այդ միավոր հավաքելու գործընթացը կարող է լինել ժամանակի մեջ ձգված, այսինքն այդ միավորների հանգամանքը պետք չէ հաշվարկել այս պահին այս դրությամբ։ Ադրբեջանը խաղում է այս պահին ձեռքի տակ եղած բոլոր խաղաքարտերով։ Տեսանելի է, որ այս փուլում միջազգային խոշոր սակարկումների շրջան է, այստեղ պետք է հասկանալ, որ Ադրբեջանն ինքն էլ մեծ հաշվով այդ գործընթացների արանքում է ու նրա համար նաև մարտահրավերներ կան, որովհետև ինչպես նշեցի, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ակնկալում են կայունություն, իսկ օրինակ նրանց երկխոսությունից դժգոհներն ակնկալում են, որ Ադրբեջանը մասնակցի իրենց հաշվարկներին եւ փորձի դրանք առաջ մղելու դեր ստանձնել։ Այստեղ Ադրբեջանը հայտնվում է պայմանական ասած երկու քարի արանքում ու այս խաղաքարտերի օգտագործումն իր համար կարող է նույնիսկ պաշտպանական նշանակություն ունենալ, այսինքն մանևրել այս երկու քարի արանքում, հետեւաբար այդ չափումներն ի սկզբանե բազմաշերտ են։ Պարոն Բադալյան, իսկ ռազմական գործողությունների գնալու համար թեկուզ լոկալ Ադրբեջանն ունի այս պահին միջազգային կոնսենսուս։ Ինչպես նշեցի, ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին հիմա պետք չէ Կովկասում խնդիրներ ունենալ, բայց կան խաղացողներ ու կարծում եմ, որ բրիտանացիները բավական ակնառու խաղացողներ են, որոնք ամեն կերպ փորձելու են իրենց ներկայությունը, իրենց հետ հաշվի նստելը պարտադրել Վաշինգտոնին եւ Մոսկվային, որովհետեւ եվրոպական խաղացողների անհանգստությունը նկատի չունե միայն ԵՄ-ին, պայմանավորված է նրանով, որ իրենք կարող են դուրս մնալ պայմանավորվածությունների գործընթացներից եւ փորձում են իրենց բերել այդ սեղանի շուրջ։ Այդ բերելու միջոցներից մեկը կարող է դիտվել հենց Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար այնպիսի խնդիրներ ստեղծելը, որ ստիպված լինեն իրենց հաշվի առնել եւ իրենց հետ հաշվի նստել։ Ադրբեջանն ակնհայտորեն այդ գործիքներից մեկն է դիտվում։ Խիստ հատկանշական է Հաջիևի այցը Լոնդոն, որտեղ նա հանդիպել է պաշտպանության պետնախարարի հետ, իսկ այդպիսի հանդիպումները պարզապես չեն լինում։ Պետք է հաշվի առնել, որ այստեղ կա նաեւ ամերիկա-եվրոպական հարաբերությունների բարդությունը եւ հենց Վաշինգտոն-Լոնդոն հարաբերության բարդությունը Թրամփի պաշտոնավարումից հետո։ Նյութի աղբյուր Media Lab AM